Խոսքը տալիս եմ պարոն Էդուարդ Շարմազանովին, համեցեք պարոն Շարմազանով, արդեն որպես նորընտիր նախագահի տեղակալ, խնդրեմ։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, իմ շատ հարգելի գոլեգաներ, հարգելի խորհրդարան, սիրելի հայրենակիցներ։ Շատ շնորհակալ եմ ևս մեկ անգամ իմ Հայաստան Հանրապետական կուսակցությանը, իմ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանին այս բարձր պաշտոնում ինձ 3-րդ անգամ առաջադրելու համար։ Շնորհակալ եմ ազգային ժողովի բոլոր պատգամավորներին, նրանց ովքեր որ քվեարկել են, ովքեր որ չեն քվեարկել, շնորհակալ եմ։ Հուսով եմ, որ մենք առաջիկա 5 տարիների ընթացքում կաշխատենք այնպես, որ որևէ պատգամավորը, որ կողմ է քվեարկել իմ թեկնածությանը, չի փոխի իր կարծիքը, իսկ նրանք, ովքեր որ գտել են քաղաքական կամ ոչ քաղաքական պատճառներով, որ ես արժանի չեմ այդ պաշտոնին, նրանք էլ կգտնեն, որ 5 տարի անց մենք միասին ավելի լավ աշխատեցինք եւ մեր պետության համար լուծեցինք բազում խնդիրներ։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը, օգտվելով առիթից ուզում եմ շնորհավորել Տիկին Արփինե Հովհաննիսյանին, շնորհավորում եմ Տիկին Արփինե եւ ընդդիմության առաջին ներկայացուցիչին, որը պետք է լինի նախագահությունում, պարոն Միքայել Մելքումյանին, հարգարժան պրոֆեսոր, շնորհավորում եմ։ Շնորհակալ եմ բոլորիցս։ Խնդրում եմ զբաղեցրեք ձեր տեղը։ Ես հրավիրում եմ խոսափողի մոտ Տիկին Արփինե Հովհաննիսյանին, խնդրեմ։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր նրանց, ովքեր վստահել են ինձ, եւ բոլոր նրանց, ովքեր դա չեն արել։ Եվ շնորհակալություն եմ հայտնում քաղաքական դիրքորոշումն արտահայտածներին, ինչպես նաեւ անձնական դիրքորոշումն արտահայտածներին, նվազագույնը ազնիվ էր։ Շնորհակալություն, ես ամեն ինչ անելու եմ իմ ելույթում հնչեցրած թեզերը իրականություն դարձնելու համար։ Եվս մեկ անգամ շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Հովհաննիսյան, խնդրեմ զբաղեցրեք ձեր տեղը։ Եվ ես ուզում եմ հրավիրեմ խոսափողի մոտ Միքայել Մելքումյանին, խնդրեմ պարոն Մելքումյան։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, ինչպես իմ գործընկերը ասեց, ես նույնպես շնորհակալություն եմ հայտնում բոլոր քվեարկողներին, շատ նորմալ գործընթաց է եւ այն, ինչ որ ես երեք ասեցի իմ այսպես կոչված կարճ ծրագրային ելույթում, փորձելու եմ իսկապես իրականություն դարձնել իմ ուժերի ներածին չափ, բայց պետք է ասեմ, նորից եմ ուզում ասեմ, որ սա առաջին բարձրագույն պաշտոնն է լինել ազգային ժողովի նախագահի տեղակալ ընդդիմությունից ներկայացված, խորհրդարանական երկրում մոտալուտ, որ մենք սպասում ենք, ես իսկապես բոլորիցս շնորհակալություն եմ հայտնում քաղաքական, անձնական եւ բոլոր այլ տիպի վերաբերմունքների համար։ Շնորհակալություն։